Այն հանգամանքի համար, որ այսօր այստեղ եք մեզ հետ եք։ Եվ նախքան ծրագրի արժեքներ հատվածը ներկայացնելը, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այինքը սոս ծրագիր է, ճիշտ է, շատ մանրամասն, բոլոր մեխանիզմներով, թվային հաշվարկներով, բայց սոս ծրագիր։ Եվ մենք ունենք այդ ծրագիրը կյանքի կոչելու քաղաքական կամքը։ Ամբողջ հարցը այն է, թե ժողովուրդը, նաև դուք բոլորդ, այս դահլիճից դուրս գտնվողները ինչքան քվե կտան այդ ծրագիրը կյանքի կոչելու համար։ Այսինքն դրված է մեր քաղաքական կամքը եւ ժողովրդի ճիշտ ընտրության քաղաքական կամքը։ Ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ այս անգամ մեզ կհաջողվի ոչ միայն խորհրդարանի անցողիկ շեմ հայտարարել, այլև խորհրդարանում ունենալ բավարար ներկայացվածություն, բոլոր այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնց մասին արդեն խոսել ենք, դեռ կխոսենք, շատ կխոսենք, որոնք դեռ նույնիսկ մենք էլ չգիտենք, թե ուր կհանգենք, ինչից կբխեցնենք, այդ բոլորը կյանքի կկոչենք։ Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել իմ այն բոլոր ընկերներին, որոնք այս ծրագրի ձևավորման են մասնակցել, հատկապես ԱՀԻՆԳ-ի գաղափարի հեղինակ Հակոբ Նալբանդին եւ հատկապես Մհեր Բեջանյանին, առանց որի մեր արժեքների եւ մեր ապագայի հատվածը հաստատ չէր լինի այնքան խորքային ու այնքան բովանդակային, ինչքան ես կփորձեմ ժամանակը եթե լինի, հնարավորություն լինի այդքան մանրամասն ներկայացնել։ Իսկ հիմա անցնենք բուն արժեքներին։ Բնականաբար արժեքների առաջին արժեքը մեզ համար ինքնիշխանությունն է։ Եվ բնականաբար Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը մեզ համար անսակարգ արժեք է։ Վստահ եմ, որ այստեղ ոչ մեկի տեղ պետք չի բացատրել, թե դա ինչու է արժեք եւ ինչու է անսակարգ արժեք։ Ամենայն դեպս ինքնիշխանությունը բացարձակապես քննարկման ենթակա չէ։ Վստահ եղեք, Եռաբլուրը մեզ դա թույլ չի տա։ Ուստի ես միանգամից անցնում եմ ժողովրդավարության եւ ազատության հարցին։ Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր արժեքը մարդն է։ Ազատ ընտրության, ազատ խոսքի նրա ընտրությունը անձեռնմխելի է։ Ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի։ Ժողովրդի վստահության քվեն ստանալով ազգային ժողովում մենք պատրաստվում ենք ներկայացնել փոփոխությունների նախագծեր թե կուսակցությունների մասին օրենքում, թե ընտրական օրենսգրքում, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասությունները մեծացնել։ Գերկարևոր է ընկալել, որ ժողովրդավարությունն ու ազատությունը ինքնին համադարման չէ եւ պաշտպանվածություն էլ չեն բերում ժողովրդավարության ճանապարհը որդեգրած երկրներին հակառակը։ Մենք պետք է այսօր այս փուլում պաշտպանենք մեր ժողովրդավարությունը եւ առավել եւս ազատությունը, որ շատ հաճախ սահմանակցում է ամենաթողության հետ, չի կարող լինել բացարձակ ազատություն։ Այդ պարագայում ազատությունը իսկապես վերածվում է ամբողջավարության, ամբողջահաճության, եթե չասեմ։ Եվրոպական, արևելյան Եվրոպայի հատկապես երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կայուն զարգացած ժողովրդավարական պետությունները անստաբախվում են նույն այն խնդիրներին արևելյան Եվրոպայի, որոնց բախվում ենք մենք հիմա։ Եվ նրանց փորձը, զարգացման նրանց հնարավորությունների անցած ճանապարհի ուսումնասիրությունը մեզ կարող է շատ մեծ օգնություն լինել։ Այդ բոլոր պետությունները բախվել են այն բոլոր խնդիրներին, որոնց միջով հերթով մենք անցնում ենք, թե տնտեսության զարգացումը, թե անվտանգության խնդիրները։ Ելնելով մեր առանձնահատկություններից, ես ստիպված եմ անդրադառնալ, որ մենք ունենք բազում խնդիրներ ամենաթողության հետ։ Եվ այդ ամենաթողության մեջ համոզվելու համար կարծում եմ շատ հեռու գնալ պետք չի, բավարար է հիշել պետության ղեկավարների կամ քաղաքական տարբեր գործիչների այդ ասուլիսները։ Արդյոք դա մամուլի կամ խոսքի ազատություն է։ Ինքներդ էլ համոզվում եք, որ խորհրդարանում հայտնվելով մենք պետք է անդրադառնանք նաև այս խնդիրներին։ Մեզ առաջին հերթին պետք է մթնոլորտի փոփոխություն, միմյանց նկատմամբ հարգանքի, ոչ թե ատելության
ոչ թե թշնամանքի, չգիտեմ, չորակեմ այդ հարաբերությունները ինքներդ չկա շատ ավելի գիտեք, շատ ավելի զգացել եք, ես կարծում եմ, որ այդ փոփոխությունները մենք կարող ենք ստանալ փոփոխություններով գործող օրենքներում, ներկայացնելով նախագծեր, որոնց նպատակը իսկապես մարդու պաշտպանված լինելն է, որոնց նպատակը պետության, ինքնության պաշտպանությունն է ու զարգացումը։ Անդրադառնալ մշակույթ եւ հայ առաքելական սուրբ եկեղեցի կետերին։ Գիտեք, մշակույթի մասին, ինչպես պարոն Սարգսյանն է տնտեսության մասին ինքը իհարկե մի քիչ մեղմացրեց, որ 3 ժամ կխոսի, ինքը 3 ամիս ու 3 տարի կարող է խոսել։ Մշակույթի մասին էլ կարծում եմ բոլորը, ոչ միայն ես, կարող ենք անվերջ խոսել։ Բայց ամբողջ հարցը այն է, թե մենք ոնց ենք վերաբերվում մեր մշակույթին, մենք հասկանում ենք, մենք սիրում ենք մեր մշակույթը, թե մենք պատկերացնում ենք, որ մշակույթը ընդամենը ինչ-որ անցած դարերում գրված գրքերն են, նարեկացի ինչ-որ կար, ինչ-որ միջնադարում, հետո ինչ-որ Չարենց կար, հետո ինչ-որ Մաթևոսյան կար, սա չի մշակույթը, մշակույթը հասկանալն է, գիրը, մշակույթը հասկանալն է, այդ գրականության, այդ ճարտարապետության, այդ նկարչության, այդ պատմության ոգին դասերը։ Գիտեք, շատ հայտնի ասույթ կա, որ ավանդույթը պահպանելը ոչ թե մոխիրը պահպանելն է, այլ կրակը պահպանելն է։ Եվ մենք խորհրդարանում պատրաստվում ենք ինձ այդ կրակը պահել մշակույթի ավերժության, մշակույթի պահպանության, պարզապես մեր ինքնության ապահովության կրակը։ Այստեղ կա նաև մեկ այլ հարց մշակույթի վերաբերյալ։ Մենք շատ հաճախ թաքնվում ենք մեր մշակույթի թիկունքում։ Եվ մենք շատ հաճախ Հայաստանի Հանրապետությունը արտասահմանում, արտերկրում, ամենայնևս մեր պետությունից դուրս ներկայացնելուց բախվում ենք այն խնդրին, որ մեր մշակույթը չգիտեն։ Այսինքն մեզ պետք է օրենքների փոփոխություններ, մեզ պետք է հնարավորություններ ստեղծել, որ մեր իսկապես բազմադարյան, իսկապես հանճարեղ գրականությունը թարգմանված լինի։ Մեզ պետք է հնարավորություն, որ մեր նկարիչներին, որոնք վստահեցնում եմ ձեզ Եվրոպայի գրեթե բոլոր մայրաքաղաքներում լինելուց ու բոլոր թանգարաններում ժամեր անցկացնելուց հետո կարող եմ հաստատ ասել, վստահեցնում եմ ձեզ, մեր նկարիչները ոչինչով պակաս չեն, նրանք պարզապես ունեն գովազդի խնդիր, նրանք ունեն մենեջմենտի խնդիր, նրանք ունեն ճանաչման խնդիր, այլ մենք հասկանում ենք մշակույթի պահպանությունը հենց այդպես, որովհետև դա մեր ինքնության մասն է, որովհետև դա հենց մենք ենք։ Հիմա փորձեմ անդրադառնալ հայ առաքելական եկեղեցուն։ Գիտեք, հայ առաքելական եկեղեցու մասին ես վերջերս այնքան խոսակցություններ են եղել տարբեր ասպեկտներով, որ թերևս էլ ժամերով կարելի է խոսել այս թեմայով, բայց ասեմ հակիրճ, եկեղեցին չի կարող լինել պետության մեջ, եկեղեցին ունի իր խնդիրները, պետությունը ունի իր խնդիրները։ Ես շատ երկար ժամանակ աշխատանքի բերումով հարաբերվել եմ եկեղեցականների հետ, հարաբերվել եմ եկեղեցու համար շրջադարձային պահերին, կաթողիկոսական ընտրությունների եւ շատ լավ հիշում եմ, որ դեր Վազգեն Վեհապարը անկախության հռչակումից անկախությունից հետո հարց բարձրացրեց հայ առաքելական եկեղեցու կանոնակարգի փոփոխության մասին, կանոնակարգ, որ գալիս է անհիշելի դարերից։ Աշխատանքները սկսվեցին, աշխատանքային խմբեր ձևավորվեցին թե Սփյուռքում, թե Հայաստանի Հանրապետության թեմերում, բայց ինչ-որ պահի համարյա թե 2010 թվականից այդ աշխատանքները կանգ առան եւ արդյունքում մենք այսօր ունենք այն վիճակը, ինչ վիճակ ունենք։ Այսինքն մենք բացարձակապես խնդիր չենք դնում խառնվել եկեղեցու գործերի, եկեղեցին եւ պետությունը միմյանցից անջատ են, մենք աշխարհիկ պետություն ենք եւ Փառք, բայց մենք անհրաժեշտ ենք համարում վերականգնել հայ առաքելական սուրբ եկեղեցու եւ պետության կապերը։ Նրանք չեն կարող լինել հակամարտող, նրանք պետք է լինեն միասնական, որտեղ եկեղեցին եւ պետությունը այո արժեքներ են, որոնց անքակտելի պահելը մեր բոլորի կարևորագույն գործն է։
Անդրադառնամ նաև ինձ համար ամենակարևոր թվացող եւ ոչ միայն ինձ համար ամենակարևոր խնդրին։ Սփյուռք։ Հայկական սփյուռքը հայապահպանության, արտասահմանում պետության ու ժողովրդի անանց արժեքների ու շահերի պաշտպանության, միասնականության ու զարգացման կարևորագույն երաշխիք է եւ պետք է լինի պետականության դիրքերի ամրապնդման գրավական։ Իսկ հիմա ես կսկսեմ մի տեքստի ընթերցանություն եւ սա կլինի յուրօրինակ տեքստ, կարծում եմ երբ ես տեքստի ընթերցանությունը ավարտեմ, դուք բոլորը կիմանաք, թե ես ումից եւ ինչու է այդ տեքստը մեջ բերում։ Մենք սփյուռքը չգիտենք։ Սփյուռքը Հայաստանը չգիտի։ Մենք չենք պատկերացնում սփյուռքի խնդիրները։ Գույքագրում է պետք երկիր առ երկիր, համայնք առ համայնք, քանի հայ կա, ինչ տարիքի են, ինչ մասնագիտություն ունեն, հայերեն գիտեն, խոսում են, գրում են, աշխատում են, սոցիալական վիճակը, կրթությունը, համայնքում գոնե կիրակնորյա դպրոց կա, թերթ ունեն, իրար հետ ինչ հարաբերությունների մեջ են։ Մինչև չունենանք սփյուռքի մանրակրկիտ քարտեզը, չենք կարողանա իրար հասկանալ ու ոչ միայն պիտի նրանց Հայաստանի հետ կապենք, այլև պիտի միմյանց կապենք։ Մասնագիտական կերպի վրա, ոնց իրենք կասեին։ Բելգիայում ապրող հայ ճարտարապետը պիտի տեղյակ լինի Արգենտինայում ապրող հայ ճարտարապետը ինչ է նախագծում, ինչ գյուտ ունի, ինչ պրոբլեմ ունի։ Նույնը բիզնես անողը, բժիշկը, դատավորը, իրավաբանը, ուսուցիչը, գրողը, նկարիչը, երգիչը պիտի ընդհանրություն ստեղծել, որտեղ իրենց հայ զգան եւ ուզեն ավելի շատ հայ լինեն, Հայաստանում լինեն։ Սովետի ժամանակից աղբարներից միայն փող են ակնկալել, հիմա էլ է նույն վերաբերմունքը, ոնց որ մեր բանկը լինի սփյուռքը, որ պարտավոր է առանց գրավի փող տալ ու հետնել չհարցնել, որտեղ ծախսեցիր, ոստ է։ Շատ մեծ տարբերություններ կան Եվրոպայում, Ամերիկայում ու Արևելքում մեր գաղութների միջև։ Առանձին պատմություն է Թուրքիան, որտեղ ինքնությունը թաքցնում են։ Առանձնահատկությունները պետք է հաշվի առնել։ Երկրորդ, երրորդ ծերունդը Եվրոպայում արդեն հայերեն չի խոսում։ Արևելքում լեզուն պահել է պետք, գիրը պահել։ Համատեղ ծրագրեր են պետք, որ գալ գնալը դարձնեն նպատակային։ Մի շատ կարևոր խնդիր կա, հայկական համայնքի հարաբերությունները այն պետության հետ, որտեղ ապրում են։ Այդ պետության վերաբերմունքը Հայաստանի Հանրապետությանը։ Մենք քիչ երկրներում դեսպանատներ ունենք։ Ով է հայերին Հայաստանին կապելու, միայն եկեղեցին քիչ է, եկեղեցին նման խնդիր չունի։ Կուսակցությունները ավելի շատ բաժանում են, քան միավորում։ Հետո հին ու նոր սփյուռք կա։ Ցեղասպանությունից հետո աշխարհում մեկ տարածվածները ու սահմանները բացվելուց հետո գնացածները իրար հասկանում են, իրար ընդունում են, լեզու գտնում են։ Հենց սփյուռքն պիտի դառնա մեր երկրորդ բանակը։ Անվտանգության գոտի, պաշտպանական բարձիկ, չեմ կարծում, թե շատերը կվերադառնան, բայց վերադարձողներ կլինեն։ Կարևորը, որ իրենց ինքնությունը, իրենց արմատներին վերադառնան ու հասկանան, որ որքան մենք իրենց կարիքն ունեն, այնքան իրենք մեր։ Այս երթևեկությունը չի կարող միակողմանի լինել, ճիշտ է, երկկողմ է, որ պիտի շարունակեն գալ Հայաստան, Գառնի Գեղարդ Էջմիածին, ժամանակ մնաց Սևան, ինչ օգուտ։ Օտար երկրների զբոսաշրջիկներն էլ են նույնը անում։ Հայրենիքի զգացողություն է պետք ու համակարգ, որ շերտ բացում է խնդիրները ու լուծում է այդ խնդիրները։ Մենք երբեք պետականորեն սփյուռքի առաջ խնդիր չենք դրել։ Հիմա պիտի դնենք ու իրար օգնելով լուծենք։ Եթե ուզես ճիշտ իմանալ սփյուռքի նախարարությունը պիտի լինի պետություն պետության մեջ, չէ, պետություն պետության համար։ Ասեն հեղինակին։ Վազգեն Սարգսյան, Վազգեն Սարգսյան 1999 թվական սեպտեմբեր
Ավելի միայն, որ Հանրապետության կուսակցությունը կառավարության կառուցվածքում առաջարկում է փոփոխություններ եւ պարտադիր Սփյուռքի նախարարության վերականգնում։ Թե ինչու, ես կարծում եմ Վազգենցիան ոչոք չէր ներկայացնի։ Շնորհակալ եմ։ Եվ վերջապես անցնենք 5-րդ կետին, ժողովրդագրություն։ Չգիտեմ ում համարվոնց ինձ համար սա Հայաստանի Հանրապետության ամենացավալի խնդիրն է, որտեղ տեսեք մենք կարող ենք ունենալ հրաշալի ճանապարհներ, բառահեղ դպրոցներ, անկրկնելի մանկապարտեզներ, մենք կարող ենք շինարարությունը հասցնել մինչև Բաբելոնի աշտարակն էլ կառուցել, մենք կարող ենք նույնիսկ ձեռնարկությունները վերականգնել, բայց այդ ամենը պիտի աշխատի, ու այդ ամենը կաշխատի, եթե Հայաստանի Հանրապետությունն մատ լինի։ Այս սա է ժողովրդագրության բուն խնդիրը, սա է ժողովրդագրության պատկերի փոփոխության անհրաժեշտության ամբողջ ֆոկուսը։ Տարածաշրջանում եւ աշխարհում Հայաստանի Հանրապետության դիմակայունության ռազմական, քաղաքական, տնտեսական անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է ժողովրդագրական պատկերի փոփոխություն, արտասահմանից ներգաղթի, ծնելիության աճի եւ երիտասարդ ընտանիքների խրախուսման, բարձր աշխատավարձով աշխատատեղերով արտագաղթը կանխելու, որակյալ կրթության, առողջապահության եւ այլ միջոցներով մենք նախատեսում ենք մինչև 2040 թվականը Հայաստանի Հանրապետության բնակչությունը հասցնել առնվազն 4 միլիոնի։ Հավատացեք, որ դա ազգային անվտանգության խնդիր է։ Հայաստանի համար ժողովրդագրությունը լինելով ազգային անվտանգության խնդիր, դնելով հարցը իբրև ազգային անվտանգության խնդիր, մենք կարծում ենք, որ պետք է միաժամանակ խնդրի լուծումները որոնել թե ծնելիության, թե ներգաղթի եւ թե միանշանակ կյանքի որակի փոփոխության հետ։ Հայաստանում ամենամեծ աճը կարող է տալ բազմազավակ ընտանիքներին աջակցությունը։ Ուստի մենք առաջարկելու ենք երիտասարդ ընտանիքների բնակարանային ծրագրեր։ Ծնողները շատ հաճախ չեն կարողանում համատեղել աշխատանքը եւ երեխաների խնամքը։ Իսկ դա նշանակում է, որ մենք առաջարկում ենք մանկապարտեզների հատուկ ծրագիր, որի հիմքում 1 միլիոն բնակչություն ունեցող եվրոպական քաղաքների փորձն է, եվրոպական մայրաքաղաքների փորձն է։ Եվ վստահեցնում եմ ձեզ, որ այս ծրագրում մենք շատ մանրամասն հաշվարկներ ունենք եւ շատ հետաքրքիր առաջարկներ։ Շատ կարևոր է իհարկե նաև արտերկրից ներգաղթի ծրագիրը։ Այստեղ ես մի փոքրիկ, ինչ ասեմ, սրտի հովանք ունեմ, որովհետև ստացվում է այնպես, որ աշխարհաքաղաքական իրադարձությունների հետևանքով մեր շատ հայրենակիցներ ստիպված են, պարզապես ստիպված են վերադառնալ այն երկրներից, որտեղ արդեն նրանք գերազանցապես համարվում են կամ անցանկալի անձին, կամ պարզապես կորցնում են աշխատանքը։ Կարծում եմ շատ հստակ հասկացվեց, որ դա հենց Ռուսաստանն է։ Եվ մեր վերադարձող հայրենակիցներին, որոնք ժամանակին վաճառել են իրենց բնակարանը, պետք է պարտադիր ապահովվել թե բնակարանով, թե քաղաքացիության վերստին ստանալու հարցերը կոնկրետացնել, ինչպես նաև աշխատանքի տեղավորման պետական ծրագիր ունենալ։ Գերկարևոր ենք համարում սահմանամերձ գյուղերում վերահրենակեցումը, որոշակի բնականաբար հարկային արտոնություններով։ Ծնելիության բարձր մակարդակ ունեցող երկրներում կանայք գերակտիվ են աշխատաշուկայում։ Նրանց պետք է ճկուն աշխատանքային գրաֆիկ, ուստի այստեղ ևս օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն ենք տեսնում։ Աշխատատեղեր եւ արդյունաբերության զարգացում բաժնում արդեն ներկայացվեց տնտեսական անվտանգության ապահովման խնդիրը, որ սերտ կապված է արտագաղթը կանխելու հետ։ Ուստի տնտեսության զարգացումն ու բարձր աշխատավարձով նոր աշխատատեղերը, տեխնոլոգիական ու արդյունաբերական ներդրումները երիտասարդների համար պետական դրամաշնորհները այն հիմքն են, որ նույնպես պարտավոր է ժողովրդագրական պատկերի փոփոխություն բերել։ Իսկ ընդհանրապես ես կարծում եմ, որ ժողովրդագրական պատկերի փոփոխության համար ամենակարևորը մեկ այլ հանգամանք է։ Պարզապես պետք է երկիրը սիրել եւ վերադառնալ եւ երկրից չհեռանալ ու աշխատել
աշխատել այնպես, որ ոչ միայն մարդը լինի երկրի համար արժեք, այլև պետությունը մարդուն արժևորի։ Մենք պատրաստվում ենք լինել այն քաղաքական ուժը, այն իշխանությունը, որը գերկարևորում է մարդու եւ պետության հարաբերությունները։ Շնորհակալ եմ։ Կարծում եմ ապագան առանձնապես ներկայացնելու մեծ անհրաժեշտություն չկա, բոլորս ժամանակ կունենանք այդ ապագայում լինելու եւ միասին լինելու։ Բայց այնուամենայնիվ Ծովինար Սարգսյանն հրաշալի աղջիկ է, թույլ կտա գոնե մի 5 րոպե անդրադառնալ կուսակցական ապագային։ Գիտեք, մենք նպատակ ունենք մինչև 2040 թվականը Հայաստանը դարձնել անվտանգ զարգացած տեխնոլոգիական պետություն, աջող բնակչությամբ, սա իսկապես մեր ապագայի տեսլականն է։ Եվ մեզ համար իբրև կուսակցություն գերկարևոր է պետական երկարաժամկետ ծրագիրը, որի կրողը քաղաքացին է, նաև գաղափարական ընտրությամբ պետք է ապահովի այդ ծրագրի շարունակականությունը չխաթարող իշխանափոխություն, որովհետև դե ֆակտո մենք անվերջ ունեցել ենք իշխանափոխությունների այնպիսի ընթացք, եւ յուրաքանչյուր հաջորդը հերքել է նախորդին։ Դա պետության ընթացքը դանդաղեցնում է։ Մենք պետք է ունենանք իշխանության շարունակականություն։ Մենք դա հատկապես կարևորում ենք պետության զարգացման տեսակետից։ Համաշխարհային միտումներին, անվտանգային նոր ճարտարապետությանը, տնտեսական վերափոխումներին համընթաց պետության զարգացման գաղափարախոսություն, համաժամանակյա զարգացում, պահպանման եւ արդիականացման համադրում։ Մեր նպատակն է ունենալ պետություն, որը անվտանգ է, որը բարեկեցիկ է ու զարգացող։ Պետություն, որը հեռանկար ունի, որի քաղաքացիները գիտեն երազել ու սիրել իրենց պետությունը, հայրենիքը, աշխարհը, պետություն, որ միավորում է բոլոր հայերին։ Ես անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ մենք կառավարության կառուցվածքի փոփոխության առաջարկներ ենք անում, ավելացնելով փոխվարչապետի պաշտոն, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ հարաբերությունների կանոնակարգման, ստորագրված համաձայնագրերի կատարման նպատակով։ Ավելում ենք նաև պատմային էներգիայի և էներգետիկայի, գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների, մշակույթի և սփյուռքի նախարարություններ։ Վստահեցնում եմ ձեզ, որ կառավարության կառուցվածքում այս փոփոխությունները արդյունավետ կառավարման հասնելու նպատակ ունեն։ Անվտանգության և զարգացման համար Հայաստանը չպետք է և չի կարող մնալ տարածաշրջանային պետությունների հետ կապերի շրջագծում։ Մենք պետք է հարաբերվենք մեծ աշխարհի հետ, թե արևմուտքում, թե արևելքում։ 2025-ի օգոստոսի 7-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի Հանրապետությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների հուշագիրը տրիպը վերաբերում է ոչ միայն տնտեսությանը, այլև տարածաշրջանում ու աշխարհում Հայաստանի Հանրապետության դերի ու նշանակության փոփոխությանը։ Սա իսկապես ապագա բերող հեռանկար հաստատող ծրագիր է։ 25-ի մարտին ազգային ժողովը ընդունեց խորհրդարանի պատմության մեջ առաջին օրենքը, որի հեղինակը դե ֆակտո ժողովուրդն էր։ Այն մարդիկ, որ հանրապետություն կուսակցության և Եվրաքվեի ուժերի նախաձեռնությամբ մեկ ամսում 64,000 ստորագրություն հավաքեցին, 2 ամսվա ու 50,000-ը փոխարեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության անդամակցության գործընթաց սկսի։
Դեռ ժամանակ մենք առաջարկեցինք գործընթացը արագացնելու համար Եվրոինտեգրման նախարարություն ձևավորել, որոշարկելով լուծելի խնդիրները կամ Եվրոինտեգրման հարցերով զբաղվող փոխվարչապետի պաշտոն հավելել։ Խնդիրների մասին կարծում եմ իմաստ չունի խոսել, թե ինչով պետք է զբաղվի այդ նախարարությունը կամ ինչով պետք է զբաղվի այդ փոխվարչապետը, ամեն ինչ շատ հստակ է։ Տարածաշրջանում Հայաստանի Հանրապետությունն այն միակ երկիրն է, որը ունի ատոմակայան, նաև երկրորդ այգի կառուցման անհրաժեշտություն։ Առաջարկելով ատոմային էներգիայի եւ էներգետիկայի նախարարության ձևավորում, մենք նպատակ ունենք գիտության եւ արտադրության համատեղ զարգացման։ Մենք գտնում ենք, որ 21-րդ դարում միջուկային եւ կանաչ տեխնոլոգիաների զարգացումը տնտեսության առաջընթացի մուլտիպլիկատիվ էֆեկտի ստեղծման հիմքն է, որը պետք է նաև պետական կառավարման լինի։ Գյուղատնտեսության եւ ջրային ռեսուրսների կառավարման նախարարությունների ստեղծման անհրաժեշտությանը ես կարծում եմ, պարոն Սարգսյանի ընդհանրացած անդրադարձից հետո պարզապես ձեր ժամանակի վատնում կլինի վերստին անդրադառնալը, ուստի միանգամից անցնեմ բոլորիս համար գերկարևոր խնդիրների կրթությանը։ Մենք առաջարկում ենք բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը, ինչպես պարոն Առաքելյանն նշեց, անվճար դարձնել։ Եվ մենք կարծում ենք, որ այդ կրթությունը պետք է լուծի 3 հիմնական խնդիր՝ կրթության որակ, աշխատաշուկայի պահանջներին համապատասխանություն, մարզերի կրթական հավասար հնարավորությունների ստեղծում։ Մենք կարևորում ենք կրթության կապը տնտեսության հետ։ Հայաստանի բուհերը հաճախ պատրաստում են մասնագետներ, որոնց շուկան չի պահանջում։ Ուստի առաջարկում ենք ստեղծել կրթություն, տնտեսություն խորհուրդ, գործարանների, համալսարանների եւ կառավարության մասնակցությամբ։ Առաջարկում ենք 3 տարին մեկ վերանայել մասնագիտությունների քանակը, ուսանողների տեղերը, ներդնել պարտադիր պրակտիկա բիզնեսում բոլոր տեխնիկական եւ կիրառական մասնագիտությունների համար։ Մեզ համար գերկարևոր է միջին մասնագիտական կրթության վերածնունդը, որտեղ Հայաստանում չափազանց շատ երիտասարդներ գնում են համալսարաններ, հետո հայտնվում են գործազուրկի կարգավիճակում տարբեր պատճառներով, մինչդեռ տնտեսությանը պետք է նաև տեխնիկական մասնագետներ։ Ուստի քոլեջների եւ տեխնիկումների ամբողջական արտահայտությունը մեզ համար գերխնդիր է։ Հետաքրքիր գերմանական մոդել կա dual education, ուսում գումարած աշխատանք, որը շատ լավ կարող է աշխատել Հայաստանում։ Միջազգային փորձում կա նաև արտադրական ձեռնարկությունների ու ընկերությունների պայմանագրային ուսուցումը, երբ ուսանողը շաբաթվա 3 օրը սովորում է, 2 օրը աշխատում։ Մենք ուզում ենք միջազգային համալսարաններ ունենալ Հայաստանում, Հայաստանը դարձնել կրթական տարածաշրջանային կենտրոն, ուստի առաջարկում ենք հարկային արտոնություններ արտասահմանյան համալսարանների համար, համատեղ կրթական ծրագրեր եվրոպական բուհերի հետ, անգլերեն կրթական ծրագրերի մեծացում։ Հայաստանում ցավոք գիտությունը հաճախ կտրված է համալսարաններից։ Առաջարկում ենք ստեղծել հետազոտական համալսարաններ, ավելացնել գիտական դրամաշնորհները, զարգացնել ստարտափ լաբորատորիաներ համալսարաններում։ Տնտեսության ապագան կապված է տեխնոլոգիաների հետ։ Առաջարկում ենք ծրագրավորում ուսուցանել բոլոր տեխնիկական բուհերում։ Ես իհարկե կարող եմ շատ երկար շարունակել, բայց ձեր թույլտվությամբ անցնեմ առողջապահությանը։ Դուք իմ թղթերի ընթացակից երևի պատկերացնում եք, թե առողջապահության վերաբերյալ մենք ինչ առաջարկներ ենք նախապատրաստել։ Բայց որպեսզի ես այդ բոլոր առաջարկները ձեզ չներկայացնեմ, կանդրադառնամ ընդհանրապես 2 խնդրի։ Գիտեք, շատ հաճախ եւ ոչ միայն Հայաստանում բուժում են հիվանդությունը, ոչ թե հիվանդին։ Մեր առաջարկած ծրագրի արդյունքում մենք սկսելու ենք բուժել հիվանդին, ոչ թե հիվանդությունը։ Եվ կարծում եմ դա կարելի է։ Ես ուզում եմ անդրադառնալ նաև շատ նուրբ, շատ շատերի համար ցավոտ խնդրի, որի մասին սովորաբար շատ քիչ են խոսում, որի մասին ընդունված չէ հրապարակային բարձրաձայն խոսք։
Ես ուզում եմ անդրադառնալ արև երեխաներին և մենթալ զարգացման խնդիրներ ունեցողներին։ Նրանց հասարակությունը ընդունում է իբրև աղետ կամ պատիժ, բայց դա սխալ ընկալում է։ Բոլորս էլ Աստծո պատկերով ու նմանությամբ ենք ստեղծված։ Շատ կարևոր է խնամքի կենտրոնների ստեղծում արև երեխաների համար, նրանց ծնողներին աշխատանքի հնարավորություններ տալու համար։ Եվ պետք է պետական ծրագիր լինի, որտեղ թե երեխաներին, թե ծնողներին հնարավորինս ինտեգրվելու հասարակությանը հնարավորություն տրվի։ Սա իսկապես շատ նուրբ, բայց շատ կարևոր խնդիր է, որ վերաբերվում է հասարակության։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում բավականին մեծ շերտի։ Մենք սովորաբար նրանց համենայն դեպս առօրյա խոսակցական խոսքում անվանում ենք հաշմանդամ։ Եվ ձերբազատվեց նաև այդ ընկալումից, նրանք հաշմանդամ չեն։ Նրանք պարզապես ունեն առողջական որոշակի սահմանափակումներ և նրանց հետ հարաբերվել է, նրանց հավասարը հավասարին վերաբերվել է։ Հավատացեք, բոլորիս պարտքն է, այլ մենք առաջնորդվում ենք այդ պարտքով։ Ու ես հիմա միանգամից կանցնեմ իմ ամենասիրելի արտաքին քաղաքականությանը։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությունը իբրև պետություն պետք է վարի սեփական շահերից բխող քաղաքականություն, խորացնելով հարաբերությունները ժողովրդավարական արժեքներ կրող պետությունների հետ։ Ու այդ նպատակով մենք առաջարկում ենք տրիպի իրականացումը հնարավորինս արագացնել իբրև ինքնիշխանության ամրապնդման, անվտանգության, տնտեսական զարգացման, էներգետիկ անվտանգության գրավական։ Մենք առաջարկում ենք ամրակայել օրենսդրական և տնտեսական նախադրյալները Եվրամիության անդամակցության համար մինչև 2032-ը։ Մեզ օդ ու ջրի պես պետք է հնարավորինս արագ ավարտել ՍԵՊԱ-ն, որտեղ թե վիզաների ազատականացնում է, թե բազում այլ խնդիրներ, որոնք մեր կենցաղում, մեզ համար գեր անհրաժեշտ է, թեպետ դա հիմա ընկալվում է իբրև Եվրամիության անդամակցության գործընթաց։ Մենք առաջարկում ենք նաև Ռուսաստանի Դաշնության հետ կնքել առկա իրավիճակին համապատասխան համագործակցության նոր և ընդգրկուն համաձայնագիր, չեղարկելով անկախացումից հետո կնքված համաձայնագրերը։ Այո, անհրաժեշտ է դուրս գալ ոչ միայն հապկից, անհրաժեշտ է դուրս գալ ԱՊՀ-ից և անհրաժեշտ է դուրս գալ ԵԱՏՄ-ից, տնտեսության անցնցում ապահովելով մինչև 2031-ը։ Ես կարծում եմ, որ իրական զարգացումը, իրական ներդրումները, իրական հնարավորությունները ինքնիշխանության մենք պետք է փնտրենք ոչ թե Ռուսաստանում, Արևմուտքում կամ չգիտեմ, հյուսիսում, հարավում, որևէ այլտեղ։ Մենք պետք է փնտրենք բուն Հայաստանում։ Հայաստանն ունի այդ ներուժը։ Պարոն Սարգսյանը շատ մանրամասն ներկայացրեց այդ տնտեսական ներուժի հնարավորությունները։ Պարոն Առաքելյանը շատ մանրամասն ներկայացրեց իրավական հնարավորությունները։ Ես փորձեցի անդրադառնալ նաև մեր արժեքներին։ Ու կարծում եմ այս ամենի արդյունքում համենայն դեպս բոլոր նրանց մոտ, ովքեր այս դահլիճում են կամ այս դահլիճից դուրս ընկնդրում են մեզ, պետք է ձևավորվի այն ընկալումը, որ մենք տերեր չենք որոնում, մենք ինքներս ենք այս երկրի տերը, մեզ պետք չի հավելյալ տերեր, մեզ պետք չեն փրկիչներ, մեզ պետք չեն, չգիտեմ, միջնորդներ, երաշխավորներ եւ այլն, քաղաքական վառապաշարի ամբողջ երանգաբնակը չներկայացնեն, մեզ բազմապես պետք է մեր ինքնության, մեր ինքնագիտակցության իրական արժեքների գնահատում և մեզ պետք է ձերբազատվել է ջուր պատկերացումներից, այն կարծրատիպերից, որ մենք պարտված ենք թույլ ենք, մենակ ենք, չգիտեմ, էլ ինչ ենք։ Մենք պարտված չենք, պարտվում է նա, ով հոգու խորքում է պարտվում, մենք մեր հոգու խորքում ընդհանրապես գնում ենք միայն առաջ։ Եվ ես ուզում եմ անդրադառնալ մեր արտաքին քաղաքականության մեջ մի շատ կարևոր հարցի, որ թերևս ուրիշ կուսակցությունների ծրագրերում չհանդիպեք։
Մենք կարծում ենք, որ պետք է փոխշահավետ դաշնակցային հարաբերություններ հաստատել ու զարգացնել Իսրայելի հետ եւ արաբական աշխարհի այն պետությունների, որոնց հետ ունենք շահերի համընկնում։ Պետք է խորացնել առևտրատնտեսական կապերը Հնդկաստանի եւ միջինասիական պետությունների հետ։ Ինչու Իսրայելի, որովհետեւ Իսրայելը իսկապես բազում հնարավորություններ ունի Հայաստանի Հանրապետության թե ռազմական, թե տնտեսական, թե առևտրային, թե քաղաքական համագործակցության։ Նաև այն պատճառով, որ Իսրայելը Աբրահամյան համաձայնագրերի ստորագրման պարագայում Հայաստանի Հանրապետության համար կարող է դառնալ իսկապես դաշնակից երկիր, դա կարելով չասեմ ում դաշնակիցը լինելուց։ Ու Հավարդ ես ուզում եմ ասել, որ մեր սկզբունքը, մեր կարգախոսը, մեր գործունեության առանցքը ընդհանրապես կուսակցության ստեղծման առաջին իսկ օրից առ այսօր ես վստահ եմ նաև հետայդու եղել է կա մեկն է։ Քեզ համար Հայաստան, քեզ համար։